արդեն թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խոր վերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանդությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Մերի Էլ մոտիկ չգաս վիգե կագնի տեղդ Ռաֆու Մերի դու ինձ Դու մերին դաշը մատով չես կպտի միջև ես տիկոին չտենամ Ոնց ես Մերի ջան Լավ, Դու քո կամքով ես չես թե Մերի Քեզ ոչ մեկ չի ստիպե որ գաս հա, Հերիքա խոսած վիգեն, տիկոին բերու ես գործը վերջացնենք Կայնի տեղը Ռաֆու չշարժվես Հեսա գալիս եմ Մերի ջան, մի վախեցի Շուտով ամեն ինչ կավարտվի Մի նայի գոքորի կոմը Մերի Խիկային արտիկո, գնա Ռաֆուխի ամերից է Որ քո հետ փոխեն տիկո Ձենդ կդրի արա Վիգե ես մոտիկ անում եմ Արի Ռաֆո Մերի դու չշարժվես Մերիքա Ռաֆո կայնի Ռաֆուխի ամերից է Խեք ես ու ռոդին լսե Մերին իքտա տենց ուզե, տիկո ջան Դու լավ ես? Քո հետ ամեն ինչ լավ, Հա Ռաֆո Մերին ասա թո գա Մերի ջան արի Արի իմ մոտ Մերի Արի գնանք ստեից Մերի Մերի Ռաֆը բաստող թո Մերի գայի մոտ Մեր տիկոին բաստող վիգեն Սենց ենք անում Իրաք միաժամանակ քայլում են առաջ Գնա տիկո Գնա տիկո Կային դեմես Տեղ չուտ աստուց Տիկո մի պակի Մերի դեմը Չվախնա սրա խոսքերից կանի տեղդ Ասի իրան գնա տիկո ջուր եմ որա Ստացի վիգեն մերի գարսա Ջուրները տիկո են գնարա Ստացի Ում ես եմ գարա Դերես ասնի Ռաֆո Վալիկը ծաղ ջևնա կուրքի Տիկո դու ոնց ես Սուչալես Այդ տապարչիկի նեյմ ուր ես սալելու վերջը Չեն իմանում արա Դու չգիտեր որ քո մոտ բան չեր ստացվելու արա Բան ասա Չես ասում դե Մերի Մի արա գոքոր մլից եք արտենստեն Չէ տիկո
Եսի պիտի մերն ես անգամ, քանի եսի սաղը մերին հանգիստ կյան չի տակ։ Չէ, գոքոր։ Կներս մերի ես անգամ ես ուրիշ ժեր չունեմ։ Ռաֆո զենքըտ, զենքըտ Ռաֆո։ Գոքոր պետք չի, գոքոր։ Գոքոր պետք չի, մերն եսի։ Գոքոր։ Սաստեն, գոքոր ծիթող դրա։ Թող եք ասում են տիկո։ Գոքոր դրա, թող մերն է։ Գոքոր զենքը չկցի։ Եթե սրեմ բաց թողեմ ես տպանը նորից միծեմ կնի, բախնի կա մերի հետևից։ Գոքոր ես քեզ խոսք եմ տալի։ Դու իրա մասին երկար ժամանակ չես լսի է։ Գոքոր զենքը ծածկ ցետակ դու։ Խնդրում եմ, գոքոր մի արա։ Ես չեմ կարող մերի հասկացի ինձ։ Վիգյան։ Գոքոր, հլը տխուս նայի։ Նա Իվան մարդ է։ Խնդրում եմ, բաց թող նրան։ Չի հասկանում, թե ինչ անում։ Գոքոր, բաց թող։ Ամեն ինչ վերջացած է, Գոքոր։ Մի արա այդ բանը, գոքոր, եթե ինձ սիրում ես։ Դուր ատրճանակը ինձ, Գոքոր։ Սաղը բացեք դեղերում։ Դա չես կենթանի մարդ ու շիգա։ Հիմարություն մի արա, Վիգեն։ Դուրս տեդ նրնակը։ Չեմ տա, ես պիտի բնայի մոտ։ Ու եթե մեկը տավենոր չարժում արեց, սաղս կմենա կես չենքում։ Վիգեն, խնդրում եմ, տղես։ Դու այդ բանը չես անի։ Կանի տեղդ պապ։ Դու լավ գիտես ես կանեմ։ Ես իմը կործելու բան չունեմ։ Հլը հետ գնացեք սաղըտ։ Հետ հլը։ Եվա ինձ, Վիգեն, սաղիստեր գնդակը արելու ես, հա? Չէ, մենակ նրանց, ով կխանգարի, որ ես մերի է դուզ գամ ստեից։ Հարի մոտս մերի։ Վիգեն մերի չկա, ես տեմ իմ էդ գործ ունեցի։ Դու իսկ պետք չես գոքոր, ինձ իմ հաստացուն է պետք։ Մերի հարի մոտս, դու չես սաղս կմենա կես շենքում։ Վիգեն, խնդրում եմ, տղես։ Ու մի խանգարի պապ։ Վիգեն ինձ լսի։ Չէ տիկո, վերջ, ես իմը ոչ մեկի չեմ ուզում լսել։ Մերի կես 10 վարկյան ժամանակ որ գաս մոտս։ Ոչ ոչ մեկս իսկ կենտանի դուս չի գա։ Չէ մերի։ Մերի չէ։ Մերի չէ։ Չէ մերի։ Ուրիշ երկ չկա։ Մերի չէ։ Մերի։ Դու ինձ սիրում ես մերի։ Կապում ես։ Դու ինձ չես սիրում մերի։ Ու երբեք է չես սիրել։ Չէ Վիգեն։ Վիգեն չէ։ Վիգեն։ Չէ Վիգեն։ Ես քեզ սիրում եմ մերի։ Ուչևնիեր։
Ամեն ինչ նորմալ է, ողջ։ Տիկոն։ Տիկու հետ ամեն ինչ նորմալ է։ Մերն էլ է մեզ մոտ, ու նրան ոչ մի վտանգ չի սպառնում։ Վեգենն է ինքնասպանել։ Մերին մի պահ նրա ձեռքերում է եղել, հետո ինքնական բացատրում ու ինքնասպանել։ Հովիկ, համաձայն պայմանավորվածությանը, մի քանի ժամից դու պիտի հանդիպես Միրոյի ու նրա թիմակիցների հետ։ Բայց հաշվի առնելով այս երկու օրվա մեր այդ կատարվելիք դեպքերի շղթան, լավ կլինի, որ այդ հանդիպումը մի քանի օրով հետաձգվի։ Առանց այն էլ մենք ինֆորմացիա ունենք, որ Միրոն հիմա հիվանդանոցում է։ Դրան ինչ է եղել, որ Ճնշումն է բարձրացել, վատացել է տարրեն ռեանիմացիա, բայց հիմա պալատում է, ով արդեն հասցրել է իր թիմակիցների հետ հանդիպի ու խոսա։ Չէ, Գարիկ, հանդիպումը չի հետաձգվելու։ Ես արդեն հոգնել եմ։ Ժամ առաջ թողես ամեն ինչը վերջանա։ Լավ, Հովո ջան։ Նորիկ, հացը պատրաստ արի խոհանոց։ Ինչ։ Չհասկացա, Լիլիթ, այդ ինչ ձևով ես քեզ պահում։ Իսկ ինչ ձևով եմ պահում, ինձ կասես։ Այ հենց այդ ձևով, որ հիմա խոսում ես հետս։ Ինչ այդ Բարսեղի մոտից տուն ես եկել, ինչ որ լրիվ ուրիշ մարդ ես դարձել։ Գիտես, այդ երևի նրանից է, որ ես 2 օր պատանդ եմ մնացել Բարսեղի նկողում։ Երևի նրանից է, որ նա ամեն րոպե կարող էր ինձ սպանել։ Երևի դրանից է։ Ու երևի դու հասկանում ես, թե դա ինչ շոկ է եղել ինձ համար։ Արի նստի խոսենք, Լիլիթ։ Ես քեզ այդ ոչ հիմա չեմ ուզում խոսել։ Լիլիթ։ Լիլիթ։ Մի հատ կասես, թե ինչա կատարվում քեզ այդ Լիլիթ։ Ինձ հետ։ Ոչինչ։ Քեզ հետ այն ինչ-որ մի բան կատարվում, Նորիկ, որ ուզում ես ամեն գնով ցույց տաս, թե իբր ոչ մի բան չի պատահել, որ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, որ այն 2 անքուն տանջալի սպասումներով գիշերները չեն եղել։ Այդ քեզ հետ այն ինչ-որ մի բան կատարվում։ Լիլիթ, ես հասկանում եմ, թե ինչ դժոխքի միջով ես դու անցել, բայց հավատա, այդ 2 օր ինձ համար էլ հեշտ չի եղել։ Հիմա ինչ եղել է անցել է, Լիլիթ, մենք պիտի փորձենք միասին հաղթահարենք այս ամեն ինչը ու լիարժեք կյանքով ապրենք։ Ես փորձում եմ։ Ես անընդհատ փորձում եմ։ Չի ստացվում ոչինչ բան։ Ու ես կասկածում եմ, թե երբևիցե կկարողանամ նորմալ կյանքով ապրել, այն ամեն ինչից հետո ինչ որ ես։ Այդ 2 օրը շատ աղփոխել ինձ։ Ես իմ ամեն ինչին սկսել եմ բոլորովին ուրիշ աչքերով նայել։ Ու չեմ պատրաստվում ձևացնել, թե իբր մեզ մոտ ամեն ինչ լավ է, Նորիկ։ Չես ուզում նրանում ասել։ Ինչ որ ուզում էի արդեն ասեց։ Դու ես ամեն ինչի մեջ ինձ ես մեղադրում, չէ՞։ Իսկ ում մեղադրեմ։ Էլի Հովիկին։ Հա, Հովիկին։ Եթե Հովիկը չլիներ, մենք միգուցե չանցնեինք այս ամեն ինչի միջով։ Ինչ լավ է, չէ՞ որ Հովիկը հայտնվեց։ Հիմա կարող ես հանգիստ քո բոլոր անհաջողությունները բարդել նրա վրա։
Անհաջողակ ու անպիտան մարդ ես համարում, հա Լիլիթ, որ իմ ձեռքից ոչինչ չի գալիս, հա։ Լսի, հիմա մի փորձի իմ մեջ խղճահարություն առաջացնել։ Ես պարտավոր չեմ ամեն անգամ սփոփել քո խոցված ինքնասիրությունն ու անկարողությունը։ Բավական է։ Այս ինչեր ես խոսում, Լիլիթ։ Ինչ որ լսում ես։ Ինչ որ լսում ես։ Ամեն անգամ դու մեղադրում ես Հովիկին։ Այս անգամ դու շատ լավ գիտես, որ Հովիկը կապ չունի իմ արևանքման հետ, որ դրա միակ մեղավորը դու ես, բայց դու դարձյալ մեղադրում ես Հովիկին։ Ու գիտես ինչի։ Ինչի։ Որովհետև դու նախանձում ես Հովիկին։ Նախանձում ես նրան, որ կարողանում է հոգ տանել իր սիրած մարդկանց համար, իսկ դու ոչ։ Լիլիթ, լռի, դու հիմա զառանցում ես։ Չէ, այս անգամ չէ Նորիկ։ Այս անգամ ես որոշել եմ քո դեմքին ասել են ամեն ինչ, ինչ որ մտածում եմ, որ դու հասկանաս, որ չի կարելի անընդհատ թաքնվել Հովիկի թիկունքում ու դրանից հետո մի բան էլ մեղադրել նրան։ Լիլիթ, ասում եմ մի շարունակի։ Գտնի, եթե ոչ ման չես կարողանում ինքնուրույն որոշել, ուրեմն բարի ես։ Լիլիթ։ Դու չտաս ինձ։ Չեմ ուզում։ Լիլիթ, ես չէի ուզում։ Հեռու մնա ինձանից։ Ողորմելի, դու ոչնչություն։ Ես զզվում եմ քեզանից։ Ինչու ես անդրամատիր։ Չգիտեմ, մամ, չգիտեմ։ Ես գիտակցում եմ, թե դու ինչ ահավոր ապրումներ ես ունեցել այս 2 օրվա ընթացքում, բայց դու պետք է քո մեջ ուժ գտնես, որ հաղթահարես այդ վախը։ Մամ, սա մենակ վախ չի։ Ատոմին կորցնելուց հետո իմ մեջ կործանվեց բոլոր ձգտումներն ու երազանքները, որ ներսումս կային։ Ինձ թվում էր, թե ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ վերջապես գտա իմ հորը ու սիրեցի նրան։ Հետո գտա իմ եղբորը, որին շատ եմ սիրում, մամ։ Թվում էր, թե բոլորս միասին ենք։ Աշխարհում չի գտնվի որևիցե մեկը, որ կարող է խանգարել մեր երջանկությանը։ Բայց դա տենց չի։ Իմ աչքից դիմաց ամեն ինչ կործանվում է, մամ։ Չես պատկերացնում, թե ոնց եմ հասկանում քեզ եկա։ Ես արդեն 1 անգամ իմ միջով անցկացրել եմ այս սարսափն ու ցավը ու հիմա կրկին անգամ ստիպված եմ վերապրել այդ ամենը։ Բայց ես չեմ կորցրել հույսս, որ հնարավոր է ամենը փրկել։ Մամ, ախր, ես չեմ հասկանում, թե դու ինչպես կարող ես դեռ հույսեր փայփայել։ Տեսար, թե Ատոմի հետ ինչ պատահեց։ Մամ, ես իսկապես վախենում եմ, որ կարող է մի օր պապայի ու Գևորգի հետ նույն բանը պատահի, մամ։ Ես գիտեմ, բայց ինձ պահում է այն, որ քո հայրը հիմա հուսահատորեն պայքարում է իր երջանկության համար։ Իհարկե ես 100% համոզված չեմ, որ դա նրա մոտ կստացվի, բայց եւ իրավունք չունեմ նրան թողնելու միայնակ իր պրոբլեմների հետ։ Ես
Ես ուղղակի չեմ կարող։ Դա ես իր։ Իսկ դու պարտավոր չես ինձ հետ։ Միասին անցնել այս սարսափների ու պրոբլեմների միջով։ Վերցելու Ալենին ու գնա։ Եթե գտնում ես, որ դա քեզ կօգնի հանգստություն ձեռք բերելու։ Մամ, ես իսկապես ուզում եմ գնամ, բայց առանց ես չեմ կարող, որովհետև սա է իմ մատնանիքը։ Ես ես շատ եմ սիրում, մամ, բայց վախենում եմ, որ կարող է մի օր էլ մեզ հետ նույն բանը պատահի։ Մենք երկուսով պիտի պայքարենք, որ մեզ հետ այլևս երբեք նման բաներ չպատահեն, ես ու դու հասկանում ես։ Իսկ եթե հեռացանք, ապա քո հայրը կհուսալքվի վերջնականապես, և նա երբեք այլևս նույնիսկ չի փորձի փոխել իրեն։ Մամ, ես կմնամ, ես ձեր կողքին կլինեմ։ Ես համոզված եմ, որ դու երբեք չես փոշմանի քո այդ որոշման համար։ Ես համոզված եմ, որ կգա ժամանակը, երբ նման կարգի խնդիրներ այլևս չեն լինի։ Եվ այդ ժամանակը հեռու չէ։ Ես համոզված եմ։ Լավ, մամ ջան։ Վարդան, եթե եկել ես ճամպես փակես, գլխանց ասեմ, որ քո մոտ ոչ մի բան դուրս չի գա։ Հələ մի հատ ինձ լսի ատոմ։ Չեմ ուզում քեզ լսեմ, Վարդան, ես արդեն ամեն ինչ որոշել եմ։ Դու ստիպված ես ինձ լսես ատոմ, որովհետև ես չեմ թողի, որ դու ոչ մի տեղ գնաս։ Ասա, մենակ արագ, ես վրազում եմ։ Դու հիմա վրազում ես, մահվան գիրկը գնաս։ Ես քո վատը չեմ ուզում ատոմ, ծավը տանեմ։ Բայց դու հիմա սարսափելի վտանգի մեջ ես ու դու չես գիտակցում այդ բանը։ Վարդան, ես գիտեմ, թե ինչի եմ գնում, ու գիտեմ, թե ինչ պետք է անեմ, որ այդ շակալի խաղից դուրս հանեմ։ Մի արա այդ բանը ատոմ, խնդրում եմ քեզ։ Մի արա, ես քեզ խնդրում եմ մի արա։ Եթե ինձ հարգում ես, մի արա այդ բանը, այդ հարցը հետո մենք կլուծենք ուրիշ ձև, ես քեզ խոստանում եմ։ Վարդան, ես քեզ շատ եմ հարգում, բայց ես չեմ կարող ամբողջ կյանքս քո շողքի տակ մնալ։ Ես Սավինի ուժով ու վճռականությամբ ցույց պետք տամ, որ ես էլ եմ ինձանից ինչ-որ բան ներկայացնում, ու այդ մասին պիտի իմանան մեր թշնամիները։ Մուշո։ Հա, շեֆ ջան։ Հետ դարի մուշով մենք տուն չեն գնում։ Ուր են գնում, շեֆ ջան։ Զավենի մոտ։ Եղավ, շեֆ ջան։ Շեֆ, արդեն ասել տղեր կեզ զինված է, ու հաստատ խոսալու համար չան եք, հասկաց։ Ոչ մեր տեղներ չշարժվի, թե չես սաղիտ կի գյուլ եմ։ Հանգիստ, մենք չանք էլ պատրաստվում դիմալի։ Մուշո, զենքը տուր։ Շեֆ ջան, թող ինձ ես ամեն ինչ կանեմ։ Տուր ասի արա։